Այսօր մեր ուշադրության կենտրոնում մի փաստաթուղթ է, որը կարելի է ասել ցնցում է հայ առաքելական եկեղեցին, բարձրաստիճան հոգևորականի մի հրապարակային կոչ, որը պահանջում է անհետադարձելի բարեփոխումներ, իսկ ինչ է իրականում կատարվում, դե ինչ, եկեք միասին խորանանք այս ամենի մեջ։ Եվ գիտեք ինչով է սկսվում այս ամենը, այս հզոր մեջբերումով Սաղմոսներից, Տիրոջ տան հանդեպ նախանձախնդրությունը կլանեց զիս։ Սա փաստաթղթի հենց առաջին տողն է, ու դա միանգամից ցույց է տալիս, թե ինչ լրջությամբ ու համոզմունքով է գրված այս ամենը։ Սա ուղղակի խոսքեր չեն, սա կարծես մի ամբողջ առաքելության հայտարարություն լինի։ Ահա, սա էլ հենց իրադարձության էությունը։ Բարձրաստիճան arczepiskopos-ը հրապարակային նամակ է հրապարակել։ Ու այս նամակում մանրամասն ներկայացվում է, թե ինչու են հայ առաքելական եկեղեցում բարեփոխումներն ուղղակի անհետաձգելի։ Եկեք միասին կետ առ կետ վերլուծենք այս կարևոր փաստաթուղթը, հասկանալու համար դրա ամբողջ խորությունը։ Բացահայտվող ճգնաժամ, հրապարակային կոչ փոփոխությունների։ Շատ լավ, ուրեմն եկեք սկզբից սկսենք։ Նախ եւ առաջ, ով է կանգնած այս աննախադեպ հայտարարության հետևում եւ որն է, այսպես ասած, դրա իրական համատեքստը։ Լավ, եկեք ծանոթանանք մանրամասներին։ Հեղինակը Հովնան arczepiskopos Տերտերյանն է, Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդը։ Փաստաթղթի վերնագիրն էլ շատ հստակ է՝ եկեղեցու բարեկարգությունը որպես անհետաձգելի հրամայական։ Իսկ թե ինչն է նրան դրդել սրան, ինքն էլ է նշում անդրադառնալ աննախադեպ անարդարություններին եւ բարոյական լուրջ անկումներին։ Ու մի շատ կարևոր դետալ, նախքան սա հանրությանը ներկայացնելը, հունվարի 15-ին այն ներկայացվել է հոգևորականների հատուկ ժողովին։ Այսինքն սա հանգարցակի քայլ չէր, այլ միանգամայն մտածված ու ծրագրված գործողություն։ Դե ինչ, հիմա անցնենք բուն թեմային, փաստաթղթի ամենակարևոր մասին։ Հեղինակը թվարկում է 11, այո, 11 կոնկրետ մեղադրանք։ Որպեսզի ավելի հեշտ լինի հասկանալը, մենք դրանք խմբավորել ենք ըստ թեմաների։ Ուրեմն առաջին խումբը վերաբերում է անձնական վարքին ու բարոյականությանը։ Խոսքը փաստորեն եկեղեցու բարձրագույն ղեկավարության մասին է։ Տեսեք, մեղադրանքներից մեկն այն է, որ պարտակվել է մեկ այլ arczepiskopos-ի հետ կապված անպարկեշտ միջադեպ։ Հաջորդը, որ պատասխան չի տրվել կուսակրոնության ուխտը խախտելու մասին հանրային պնդումներին։ Եվ երրորդ, լռություն է պահպանվել այն պնդումների շուրջ, թե իր եղբայրը, ով նույնպես arczepiskopos է, օտարերկրյա գործակալ է։ Սրանք, ինչպես հասկանում եք, չափազանց լուրջ պնդումներ են։ Լավ, շարունակենք։ Հաջորդ մեղադրանքներն արդեն վերաբերում են, այսպես ասած, համակարգային խնդիրներին, կառավարմանն ու թափանցիկությանը։ Օրինակ, խոսվում է ֆինանսական թափանցիկության բացակայության մասին, հատկապես տաճարների վերանորոգման կամ օգնության հիմնադրամների հարցում։ Նշվում է, որ տարիներ շարունակ մշակված կանոնադրական բարեփոխումները վավերացնելու համար ազգային եկեղեցական ժողով այդպես էլ չի հրավիրվել։ Բարձրաձայնվում է նաև ինքնիշխան, կամայական որոշումներով կառավարման ոճի մասին։ Ու գուցե ամենացավոտ կետերից մեկը, որ եկեղեցին օտարացել է իր ժողովրդից ու մարդիկ սկսել են գնալ դեպի այլ աղանդներ։ Եվ վերջապես մեղադրանքների երրորդ, վերջին խումբը։ Սա վերաբերում է քաղաքականացմանը։ Փաստաթղթում ասվում է, որ պատերազմի նահատակի եղբորը, ով սարքավագ է, ստիպել են մասնակցել հակակառավարական ցույցի։ Մեկ այլ կետով մեղադրվում է եկեղեցուն քաղաքականանալու եւ պետության խաղաղության օրակարգին ընդդիմանալու մեջ։ Ու վերջին 11-րդ կետով նշվում է կառավարության նկատմամբ հակապետական ու առճակատողական դիրքորոշման մասին, ինչը հեղինակը համարում է անընդունելի։ Լավ, այսքան մեղադրանքներ, բայց հարց է առաջանում. արդյոք սա միանգամայն նոր երևույթ է։ Արդյոք բարեփոխումների մասին նախկինում ոչ ոք չի խոսել։ Դե փաստաթղթի հեղինակը պնդում է, որ բոլորովին էլ ոչ, եւ նա շատ կարևոր պատմական համատեքստ է տալիս, որպեսզի ցույց տա, որ այս շարժումն ունի դարերի խորություն։ Հենց սա է ամենահետաքրքիր փաստարկներից մեկը։ Ըստ հեղինակի, բարեփոխումների կոչերը ոչ թե նորություն են, այլ երկար ավանդույթի մի մաս։ Մի ավանդույթի, որը հայ եկեղեցում սկիզբ է առել դեռևս 5-րդ դարից։ Այսինքն, սա ներկայացվում է ոչ թե որպես ապստամբություն, այլ որպես պատմական շարունակականություն, որպես ներքին բարելավման հերթական փորձ։
Եվ այս պատմական շարունակականությունը շատ լավ երևում է այս սլայդում։ Տեսեք, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվել բարեփոխումների ուշադրության կենտրոնը։ 5-ից 8-րդ դարերում խոսքը կանոնադրական պահանջների մասին էր, 12-րդ դարում բարոյական հրամայականի, հետո 14-ից 15-րդ դարերում աստվածաբանական ու վարդապետական խնդիրների, 17-ից 18-րդ դարերում առաջ եկան վարչական կարիքները, 19-րդ դարում ինստիտուցիոնալ ինքնության հարցը, իսկ արդեն 20-րդ դարում հովվական ծառայությունը։ Այսինքն յուրաքանչյուր դարաշրջան բերել է իր մարտահրավերները եւ եկեղեցին միշտ փորձել է պատասխանել դրանց։ Որպեսզի ավելի լավ պատկերացնեք այդ դարավոր ավանդույթի ոգին, հեղինակը իր փաստաթղթի ծանոթագրություններում մեջբերում է Գրիգոր Թաթևացուն։ Պարզապես լսեք. «Քահանայի անգիտությունը ժողովրդի կորստյան սկիզբն է»։ Սա ասվել է 14-15-րդ դարերում, բայց տեսեք, թե ինչպես է այն կապվում ներկայիս մտահոգությունների հետ։ Սա ուղիղ կամուրջ է անցյալի ու ներկայի միջև։ Դե ինչ, հասկացանք մեղադրանքները, հասկացանք պատմական համատեքստը, բայց ի վերջո ինչն է դրված խաղասեղանին, ինչն է այս հակամարտության ամենամեծ խաղադրույքը։ Հիմա կտեսնենք, թե ինչպես է հեղինակը ներկայացնում այս հարցը եւ նախապես պատասխանում հնարավոր հակափաստարկներին։ Եվ հեղինակը շատ լավ հասկանում է, թե ինչպես են իրենց պատասխանելու։ Նա ընդունում է, որ բարեփոխումների կողմնակիցներին անմիջապես պիտակավորում են որպես քաղաքական դրդապատճառներով առաջնորդվող խմբեր, որպես ինչ-որ գործիչներ։ Այսինքն, նա գիտակցում է, որ իրենց կմեղադրեն քաղաքական խաղերի մեջ։ Եվ այստեղ շատ պարզ ներկայացված են այս հակամարտության երկու հակադիր բևեռները, երկու տարբեր մեկնաբանությունները։ Մի կողմից բարեփոխական շարժումը իրեն տեսնում է որպես ներքին հավատքից բխող միջանք վերականգնելու եկեղեցու բարոյականությունը, առաքելությունն ու հաշվետվողականությունը։ Մյուս կողմից նրանց ուղված մեղադրանքն այն է, որ սա քաղաքական հարձակում է, որը կազմակերպվել է դրսից եկեղեցին թուլացնելու նպատակով։ Երկու լրիվ տարբեր իրականություններ։ Իսկ ինչպես է հեղինակը պատասխանում այս մեղադրանքներին։ Նորից աստվածաշնչյան մեջբերումով։ Մի վստահեք սուտ խոսքերին, թե իբր ասիկա է տիրոջ տաճարը։ Սրա իմաստը շատ խորն է։ Նա ասում է, որ կառույցի սրբությունը կախված է նրա գործերից, արդարությունից, ոչ թե պարզապես նրա անունից կամ պատերից։ Այսպիսով, եկանք ամենակարևոր եզրահանգմանը։ Վճռորոշ կետը սա է. հեղինակն այս շարժումը ներկայացնում է ոչ թե որպես հարձակում, այլ ընդհակառակը, որպես հավատարմության ակտ, որպես մի քայլ, որի նպատակը եկեղեցու հոգին եւ հեղինակությունը փրկելն է։ Ինչպես ինքն է նշում, սա արվում է մայրաքորի հավատարիմ եւ ուխտապահ զավակի կողմից հանուն հենց եկեղեցու փրկության։ Եվ այսպես, մենք ավարտում ենք մի հարցով, որը թերևս պատասխան չունի այսօր։ Այսպիսի խորը փոփոխությունների ու մարտահրավերների դարաշրջանում ինչպես է աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը գտնելու իր ճանապարհը դեպի ապագա։ Սա մի հարց է, որի շուրջ կարծում եմ բոլորս պետք է մտածենք։